Նույնպես գյուղի բնակիչ դեմ ես հանքի աշխատանքը ամեկը դեպտեղ պատասխան ամեկը դեպտեղ հագիստ ոստում մենք դեմ ենք պատասխան Սաչ կոնկրետ ասիկ բծակ Անագործակցում եք էլ իրար դա կողմնակից էլի հետները որ բացվի հանքը ասիրասի վերջ տմեք էլի Չդիներով ենք իմանում, բոլորով դեմ ենք ստես գյուղի բոլորնակ երևայիս Հերթով լսենք Գյուղի բնակիչ դեմ է, որ այս հանքը աշխատի շատ վնասներ կլի, շատ վնասավ հասկանալի պարզևով շատ բաներ կա, որ ստուգված չէ ջրերի հետ կախված, մեզ վնաս մեր երեխեքին, մենք ստեղ ապրում ենք դեմ եմ, որ այս հանքը աշխատի ասիկ Բայց չկա որ ստացի ես կողմ, ասիկ Մենք բոլորով մեր գուղացիներով դեմ ենք որ հանքերը աշխատեն Իսկ եթե բացի դրանից Հնի որ այդ հանքը աշխատեց մեկ այդ մեքենաները բարձրվեն այդ պաշարը տեղափոխելվեն Էր այդ փոշին նստելու մեր անասուններ արոտավարի վրա մեր հնդելատերի վրա մեր խոտարքի վրա Մենք բոլորս աշխատենք հանքերը աշխատեն Իսկ որ գումար այդ փոխանցում են, մեր գյուղացիները այդ գումարից ոչ մի կողմից փոխում չի տեսնում։ Ինչի։ Ու ասատի վերաբերյալ ասա, այդ աշխատասնեն թե չաշխատասնեն։ Ես մի մեջ բեր ու Լավ, ասա Գյուղի բնակիչ Սերգեյ Բեկյան բոլորի լսենք Ես Ոստակյան ձեր աշխատողը ոչ թե ասենք համաձայն է որ մարդիկ աշխատեն լայնացում չլինի պետք է բան Ես ջուղի հիմա նրանք այնքան ունեն արած որ տարիներ առաջ այդ հանքը շահգործվել է ոչ մեկը ոչ մի Աշխարհի միլիոնի դոլարներ Ամերիկան կարի լավ Ոնց է համայնքան որ հանք բացվի Ասեց համաձայն Ասեց համաձայն Հերթով բոլորի լսենք լայնացում չի լինելու Այդ ում ստորգետն է Եթե շահգործ ուզում են աշխատել լայնացում Կամժավորտին լսենք Կոկարց գիտեք Ամեն անգամ Կարևոր բան եմ ասում բնակիչները լսեն և նախարարության ներկայացուցիչները Քեզ եկը լսենք Երկար ժամանակ Ես բոլորս էլ գիտենք, որ հանքի շահագործումը վնասակար է եւ այլն Բայց մենք փոքր գյուղ ենք, լքված գյուղ ենք Այդ փոքր հանքի շահագործումը էլ որը չեխերի կողմից, չեխական ընկերության կողմից շահագործվել է եւ մեր գյուղի սոցիալական ծրագրերը ինչ որ ներդրում են արել այս հոյակապ շենքը կառուցվել է պետք է ասեն դաբրո չեխերին Ես ինչ բան չեմ ասում մենք Ես ուզում եմ տամ ինֆորմացիա, նախարարությունը ես վստահ եմ, որ ներկայացուցիչը վստահ եմ, որ տեղյակ է, ուղղակի ասեմ, որ Վանաձորը և Փամբակը ինքը կառավարության կողմից էսա ճանաչվում են զբոսաշրջային կլաստերներ և այստեղ մեծ ներդրումներ են նախատեսվում իրականացնել, արդեն միջազգային բանկերից վարկեր են վերցրել, ես ինքս իմ գործընկերոջ միջոցով տեսել եմ ինչպես են այդ բանկերի ներկայացուցիչներին վայքում մարզպետարանում
քննարկումների ժամանակ հարց են տվել Եղեգիսի, քանի որ Եղեգիսն էլ է կլաստերի մեջ մտնում, Եղեգիսի եւ հանքի գոյակցության, այսինքն Եղեգիս համայնքում հանքի եւ զբոսաշրջության գոյակցության մասին պաշտոնապես այնտեղ պատասխանել են, որ դրանք անհամատեղելի են, այսինքն եթե հանք բացվի Եղեգիսում, մենք կհանենք Եղեգիսը կլաստերից, զբոսաշրջային։ Այսինքն ստեղ շատ կարևոր անգծել համայնքի նաև զարգացման տեսլականը եւ ռազմավարությունը, իդեպ կարևոր է առաջնորդվել, որովհետեւ այսօր օրը Լոռու մարզպետը Լոռի TV-ում հարցազրույցի ժամանակ ինքը նշեց երկու բան, եւս զբոսաշրջային կլաստերների մասին, ասեց որ ներդրումներ են նախատեսում այդ Փամբակ համայնքում, եւ դրա համար ինքը չի ցանկանա այստեղ նոր տարածքներ տեսել, դա Լոռու մարզպետից մեջբերումներ, որովհետեւ խոսացել է այս երկու օրը ասել է։ Բացի այդ, Փամբակ համայնքը ճանաչվել է զբոսաշրջային գոտի օրենքով, երբ որ առաջ այդ օրենքի մասին մեծ քննարկումներ ընդունել էին։